առաջին ցուցմունք տալուց, այնուամենայնիվ հանրային նախաճոխների իրենց հարցադրումները հնչեցնում էին առաջեցի ինչ կատարվեց առհասարակ կոմունիկացիա Ընթացակարգային առումով մենք այն կարծիքին ենք, որ եթե անձն կատակոչում ես որպես ԽԿ, պետք է արձակելնես որպես ԽԿ։ Եթե հիշում եք նախնական դատական նիստերի ընթացքում մենք ասում էինք, որ դատախազությունը այս գործերը առանձնացնելով եւ առանձին ուղարկելով դատարան օրենքի խախտում եք դիտել։ Եվ այդ օրենքի խախտումը տարածվելու ամբողջ դատականության ընթացքում։ Մեկ դրսևորման այսօր արդեն ներկա է։ Եթե այս մարտիկ նույն քրեական գործով ինչ որ Վարդան Ղուկասյանը ամենայն նույն կարգավիճակը կարգավորումները բոլորովին այլ են։ Եվ բոլորովին այլ ընթացակարգով պետք է իրականացվել նրանց հաստատությունները։ Եվ մենք այն կարծիքական մի որոշումը կայացել են, մենք այն կարծիքին ենք, մեր տեսակետը այն է, որ դատարանը չպետք է անձանց այս գործով մեղադրյալի կանոններով քննել, որտեղ իրենք այս գործով դատախազության կամքով չեն հանդիսացել մեղադրյալ։ Սա մեկ, սա խնդրահարույց է օրենքի տեսակետից։ Իսկ բուն հարցաքննության հետ կապված Հենրիկ Գասպարյանը որևէ ցուցմունք չտվեց, նախաքննության ընթացքում է ցուցմունք չէր տվել, իսկ Սևակ կոմիտեի ցուցմունքով այնքանով որքանով այսօր տրվեց, այդ ցուցմունքից առնվազն այսօրվա տված ցուցմունքից բխում է, որ ինքը առհասարակ Վարդան Ղուկասյանի որևէ առնչություն չունի։ Քանի որ մենք հնարավորություն ունենք տեսած այնուամենայնիվ քննիչում կարճ ներկայացնող ցուցմունքը Ցուցմունքի բովանդակությունը կարճ, քանի որ դեռևս պետք է շարունակենք, դեռևս չի ավարտվել հարցաքննությունը, փորձենք շրջանցել այդ բովանդակության վերարտադրությունից, ընդամենը իմաստը կայանում է նրանում, որ այդ գույքի հետ կապված ինքը եւ Վարդան Ղուկասյանը որևէ շփում չեն ունեցել, ավելին ինքը Վարդան Ղուկասյանին չէր ճանաչում որպես այդպիսին անձնապես չէր ճանաչում։ Իսկ թե մնացածը արդեն հյուսից։